6 տարի ուսումնասիրություններից 11 տարի նավը կառուցելուց եւ 2 տարի այն Սևանում փորձարկելուց հետո մենք ընդհուպ մոտեցել էինք այն բաղձալի օրվան, երբ Կիլիկիան առաջին անգամ պիտի ընկղմվեր ծովի մեջ։ Այդ երկար ու ձիգ տարիների ճանապարհին մենք վերապրեցինք բազում վերելքներ եւ անկումներ։ Մեր երկրին զուգընթաց անցանք պատերազմի եւ մութ ու ցուրտ օրերի միջով։ 2004-ի հունիսին, երբ Երևանի աղի կոմբինատի բակում մենք նավը բարձում էինք սայլակի վրա, մեզ թվում էր, որ մնացել է անել ընդամենը կես քայլ եւ մենք կհասնենք Ծովեզերք։ Մենք դեռ չգիտեինք, թե ինչ չարչարանք եւ անասելի դժվարություններ են մեզ սպասում Երևանից Փոթի տանող ճանապարհին։ Փոթի նավահանգստի հենց այս նավամատույցում Կիլիկիան հրաժեշտ տվեց իր ցամաքային կյանքին։ Ետևում էին Կովկասյան լեռները եւ այն 10 օրը, որ միգուցե չցնցեցին աշխարհը, բայց մեզ ցնցեցին հիմնովին։ Իսկ առջևում անծայրացիր ծովն էր։ Ճանապարհը մեզ հոգնեցրել էր։ Փառք Աստծո, միացան մեր ընկերները, որոնք ինչ-ինչ պատճառներով մեզ հետ ծով դուրս չէին գալու։ Հմայակ Տարախչյանը, Տիգրան Ալայանը, Գուրգեն Հարությունյանը, Գրիգոր Բեգլարյանը օգտագործելով իրենց արձակուրդը, մինչև վերջին օրը ջանք չխնայեցին մեզ օգնելու եւ մեր անվտանգությունը ծովում առավելագույնս ապահովելու համար։ Ձեկեք։ Давай сейчас опускай. Все, села. Все. Все, хорошо. Ждем, че? Այս նավը ինձի համար եւ վստահ եմ ցեզի համար այս նավուն ուխտակնացության հետևող մեր ժողովրդի զավակներուն համար բարձ նավ մը չէ այս տախտագեշինված արաքաստ մը չէ այլ այս նավը խորհրդանիշն է մեր ժողովրդի պատմության ամենեն կարևոր մեկ շրջանին Կիլիկյան շրջանի մեր հոգեմտավոր հարստության, մեր պետականության եւ վստահ եմ, որ այս նավուն հետ դուք կդանիք ամենտեղ Կիլիկյան շրջանի մեր հոգևոր մշակութային արժեքները, ավանդությունները, պատմությամբ փոթորիկներում մեջ մեր ժողովրդին դոգալու վճռականությունը ու հավատքը